աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում եւ տարվա լավագույն ծառայողին բարձրելու վերջիններիս աշխատանքային եւ մասնագիտական գործունեությանը պատշաճ քննադատականի արժանացնելու նկատառումներից ելնելով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի 2025 թվականի նոյեմբերի 18-ի հրամանով սահմանվել է հակակոռուպցիոն կոմիտեի տարվա լավագույն ստորաբաժանում եւ տարվա լավագույն ծառայող ճանաչելու կարգը եւ պայմանները։ Անդրադառնալով քննված քրեական վարույթներին, պետք է նշեմ, որ 2025 թվականի ընթացքում կոմիտեի քննիչների վարույթում քննվել է ընդհանուր 2585 քրեական վարույթ, որոնցից ավարտվել է 890-ը։ Ավարտված վարույթներից 273-ը 661 անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, իսկ 617-ը կարճվել։ Կարճված վարույթներից 54-ի վարույթը կարճելու որոշումները դատախազների կողմից չեն հաստատվել, իսկ մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված վարույթներից դատախազը չի հաստատել 8-ի եզրակացությունը։ Այսինքն 2024 թվականի համեմատությամբ 2025 թվականի ընթացքում քննված վարույթների թիվն աճել է 12.9%-ով, ավարտված վարույթների թիվը 4.8%-ով։ 2025 թվականի ընթացքում մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված քրեական վարույթներով դատի է տրվել 298 հանրային ծառայող, որոնք ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների հանդիսացել են ՀՀ նախագահ 2, վարչապետ, ազգային ժողովի падգամավոր, պետական քույկի կառավարման վարչության պետ, դատական իշխանության թվով 5 աշխատակիցներ, այդ թվում 2 դատավոր, Պաշտպանության նախարարության ընդհանուր թվով 47 աշխատակիցներ, այդ թվում զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, զորամասի հրամանատարներ, հրամանատարի տեղակալներ եւ այլն, արտարադատության նախարարության ընդհանուր թվով 6 աշխատակիցներ, ներքին գործերի նախարարության ոստիկանության թվով 66 աշխատակիցներ, քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդհանուր թվով 2 աշխատակիցներ, շրջակա միջավայրի նախարարության ընդհանուր թվով 14 աշխատակիցներ, էկոնոմիկայի նախարարության 1 աշխատակից, առողջապահության նախարարության թվով 4 աշխատակիցներ, տարածքային կառավարման նախարարության աշխատակից, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության թվով 5 աշխատակիցներ, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության թվով 5 աշխատակիցներ, քննչական կոմիտեի թվով 7 պաշտոնատար անձիկ, պետեկամուտների կոմիտեի ընդհանուր թվով 17 աշխատակիցներ, բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի տեսուչ, ռազմաարդյունաբերական կոմիտեի նախագահ, սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցներ, ընդհանուր թվով 6, այդ թվում նաեւ ղեկավար, կադաստրի կոմիտեի թվով 6 աշխատակիցներ, ջրային կոմիտեի աշխատակիցներ, քաղաքապետարանի աշխատակիցներ, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքապետարանի աշխատակիցներ, ինչպես նաև Մխիթար հերացումաբան թիվ 1 հիվանդանոցային համալիրի ակնաբուժական կլինիկայի 1 աշխատակից։ Դատարան ուղարկված քրեական վարույթներից ապացուցման տեսակետից ավելի բարդ, բազմադրվակ եւ ուշագրավ քրեական վարույթները հաղորդմամբ ներկայացվել են, առանձնացվել են հիմնականում այդ հնչեղություն ունեցող եւ բազմադրվակ ընդհանուր թվով 19 վարույթ, որոնք հաղորդման մեջ ներկայացվել է։ Կոռուպցիոն հոդվածներով նախաձեռնված վարույթներից 2025 թվականի ընթացքում կարճվել է 565 քրեական վարույթ, որից 433-ը կարճվել է ռեաբիլիտացնող, իսկ 132-ը ոչ ռեաբիլիտացնող հիմքերով։ Ոչ ռեաբիլիտացնող հիմքերով քրեական հետապնդում չիրականացնելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներ են կայացվել ընդհանուր 547 անձի վերաբերյալ։ Հաշվետու ժամանակահատվածում հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներով ձերբակալվել է ընդհանուր 590 անձ, որոնցից 577-ը ազատության մեջ գտնվող մեղադրյալին դատարան ներկայացնելու համար, իսկ 13-ը հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով։ 351-ն ազատ է արձակվել ազատության մեջ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով։ Քննված քրեական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում կիրառելու 243 միջնորդություն է ներկայացվել դատարան, որոնցից բավարարվել է 102-ը, որից 9 հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի նկատմամբ։ Մասնակի բավարարվել է 98-ը։
Միջնորդությունները մերժելու մասին 43 որոշումներից 2-ի դեմ դատախազի կողմից բերված վերաքննիչ բողոքները բավարարվել են։ Տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառվել է 99 դեպքով, վարչական հսկողությունը 60, պաշտոնավարման կասեցումը 60, իսկ գրավը 141 մեղադրյալների նկատմամբ։ Ընդ որում հակակոռուպցիոն կոմիտեի նախաձեռնությամբ տնային կալանքը որպես խափանամիջոց կիրառելու վերաբերյալ ներկայացվել է 4 միջնորդություններ, իսկ վարչական հսկողություն խափանամիջոց կիրառելու վերաբերյալ թվով 3 միջնորդություններ։ Կոմիտեում քննված քերական վարույթներով մեղադրյալների նկատմամբ որպես խափանամիջոց կալանավորում ընտրելիս կարևորվել է դրա բացառիկ բնույթը եւ դատարանին կալանավորման միջնորդություն ներկայացվել է բացառապես կալանավորումը որպես խափանամիջոց կիրառելու օրենսդրական հիմքերի առկայության դեպքում հաշվի առնելով նաեւ կոնկրետ մեղադրյալին վերագրվող արարքի բնույթը եւ վտանգավորության աստիճանը։ Նախաքննությունն ավարտված 839 քերական վարույթներից 236-ն ավարտվել է մինչև 2 ամիս ժամկետում, 173-ը 2-ից 4 ամիս ժամկետում, 89-ը 4-ից 6 ամիս ժամկետում, 174-ը 6-ից 12 ամիս ժամկետում, իսկ 167-ը 1 տարուց ավելի ժամկետում։ Ավարտված քերական վարույթներով կալանավորված է եղել 106 մեղադրյալ, որից 69 կալանքի տակ է պահվել մինչև 2 ամիս, 33-ը 2-ից 4 ամիս, իսկ 4-ը 4-ից 6 ամիս ժամանակահատվածով։ 2025 թվականի ընթացքում ավարտված, այսինքն դատարան ուղարկված եւ կարճված քերական վարույթներով պատճառված կույկային վնասի չափը կազմել է 8 միլիարդ 451 միլիոն 208,373 դրամ, որից պետությանը պատճառված վնասի չափը կազմել է շուրջ 4 միլիարդ 585 միլիոն դրամ։ Հիշյալ քերական վարույթներով պատճառված ընդհանուր կույկային վնասից նախաքննության ընթացքում փաստացի դրամական տեսքով հաշվետու ժամանակաշրջանում վերականգնվել է մոտ 1 միլիարդ 642 միլիոն դրամ, որից պետությանը պատճառված վնաս 1 միլիարդ 431 միլիոն դրամ։ Անավարտ մնացած քերական վարույթներով հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 726 միլիոն 430,094 դրամ։ Բացի այդ, որպես վնասի վերականգնման ապահովման ռեալ միջոց, ավարտված քերական վարույթներով արգելանք է տրվել ընդհանուր 674 միլիոն 975,000 դրամ արժողությամբ անշարժ եւ շարժական գույքերի վրա։ Կարևորելով կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելումը, հաշվետու ժամանակահատվածում կոմիտեի քննիչները հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար համապատասխան պաշտոնատար անձանց Հայաստանի Հանրապետության քերական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի կարգով քերական վարույթներով ներկայացրել են ընդհանուր թվով 122 միջնորդագրեր։